Հայկական սփյուռքի առաջնորդները զգուշացնում են եկեղեցին հալածելու պատճառով Հայաստանի կառավարությունը վտանգում է կտրել կապը սփյուռքի և համաշխարհային հանրության հետ։ Սփյուռքահայ գործիչների հայտարարությունը հրապարակվել է լրատվամիջոցներում։ Դրանցից մեկով թվիթերյան իր էջում կիսվել է Նուբար Աֆեյանը։ Եկեղեցու ղեկավարների վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղիղ վտանգ են աշխարհի բոլոր հայերի համար, ասվում է բաց նամակում, որը ստորագրել են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Մանուկյանը, Վահե Գաբրաշը, Ջոզեֆ Ուղուռլյանը և Պերճ Սեթրակյանը։ Նրանք ներկայանում են որպես Հայոց ցեղասպանության զոհերի վերապրողների ժառանգներ և համաշխարհային Հայոց եկեղեցու անդամներ։ Նամակում ազգային գործիչները հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետությունում մոտ 3 միլիոն հայ է ապրում, մինչդեռ ընդհանուր 10 միլիոն հայերի մեծամասնությունը բնակվում է Սփյուռքում, որից ավելի քան 1 միլիոնը Միացյալ Նահանգներում։ Եվ ժամանակին Սփյուռքը էական աջակցություն է տրամադրել եկեղեցուն տասնամյակների խորհրդային ճնշումներից հետո վերածնվելու համար։ Այսօր հայոց եկեղեցիները աշխարհով մեկ, ներառյալ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը Լիբանանում, Երուսաղեմի և Պոլսո պատրիարքությունները փոխկապակցված են, միացյալ են և ճանաչում են Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին որպես հայ եկեղեցու համաշխարհային առաջնորդ, որի գահը Հայաստանում է, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Նամակի հեղինակները, որ նաև Սփյուռքի և Հայաստանի բարերարներից են, կոչ են անում, որ եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը լուծվեն եկեղեցու կառավարման մարմինների միջոցով, որոնք գործում են 18 դար Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի և ավանդույթների համաձայն։ Սփյուռքի առաջնորդների բաց նամակն ավարտվում է կոչով. «Մենք կոչ ենք անում Սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայները և պահանջել իրենց իրավունքի իրացումը, դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ, ինքնաբարեփոխվող եկեղեցում»։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։